կյանքը Ղուգասու ավետարան 20-րդ գլուխ 33-րդ համարեն։ Ուրիշ երկու հոգիալ ճարակորձներ բերվեցան անոր հետ սպանվելու, երբ կակատ ըսված դեղը հասան, հոն խաչը հանեցին զանիգա և այն ճարակորձներն ալ, մեկը աջ գողմը ու մյուսը ցախ գողմը խաչեցին։ Հիսուս ասավ, հայր, թողություն դուր ադոնց, վասնզի չեն գիտեր թե ինչ կնեն։ Եվ անոր հանդերձները բաժնելու ադենին վիճակ ցկեցին։ Եվ ժողովուրդը գայներ գնայեր, իշխաններն ալ անոնց հետ կնախադեին զանիգա և գսեին, ուրիշները ազատեց, թող ինքզին կալ ազատե, եթե ադիգա է Քրիստոսը, Աստուծո ընտրյալը։ Զինվորներն ալ գզահրեին, արջև գուկային կացախ գմադուցանեին անոր, ու գսեին, եթե տուն ես հյեց տակավորը, կու անցըտ ազատե, ուր կիրմը կրված էր հունարեն, լադիներեն և եբրայեցերեն գրերով, թե ասիգա է հրիեց տակավորը։ Այն գախված ճարակորձներեն մեկը հայոյություն գներ, անոր ու գսեր, եթե տուն Քրիստոս ես, ազատե քու անցըտ ու մեզ ալ։ Իսկ մյուսը զանիգա հանդիմանելով ասավ, տուն Աստուծո մեջ ես վախնար, որովհետև նույն դատաբարդության մեջ ես, մենք իրավունքով, կանզի ահա մեր վրազներուն արժանավոր հադուցումը գարնենք, բայց ասիգա քեշպան մճրավ և ասավ Հիսուսին, դեր հիշեզիս, երբ կուտակավորությունովդ կաս։ Հիսուս ալսավ անոր, ճշմարիտ գսեմ քեզի, տուն այսօր ինձի հետ թրախտին մեջ պիտի ըլլաս։ Ճշմարիտ գսեմ քեզի, տուն այսօր ինձի հետ թրախտին մեջ պիտի ըլլաս։ Հիսուսի խաչելության օրը բազմաթիվ ու տարբեր ձևով վարմունքներ կտեսնենք։ Ոմանք գտիդեն միայն բամջեն դսեր, ուրիշներ գզարրեն, ուրիշներ ալ գհայոյեն։ Շատեր գասկած ունեին, ինչպես այսօր շատեր գասկած ունին ասելով, թե արդյոք Հիսուս իրապես Քրիստոսն է կամ ոչ։ Շատեր գասկած ունին մինչև այսօր խաչին զորության դիմաց և չեն ուզեր ավադար, ինչպես այն ժամանակ և չեն ավադար և գորսովին։ Շատեր նաև գասկած ունին, որովհետև չեն հասկնար, թե ինչու համար այն Հիսուսը, որ այնքան ուժ, այնքան զորություն, այնքան հրաշքի կարող անցմը ինչու համար բամը չներ, ինչու համար Աստված բամը չներ, չեն հասկնար, ինչպես այսօր շատեր չեն հասկնար, թե ինչու համար Աստված լուր կմնա, մանավանդ երբ որ կտեսնենք այս աշխարհին բոլոր դժվարություններ և նեղություններ կամ մեր նեղությունները։ Շատեր գասկած ունին։ Սակայն այն օրը կտեսնենք, որ մեր հոգին, մեկ հոգիմը պիտի փրկվի։ Առաջին դերևս փրկված պիտի ըլլա։ Առաջինը։ Ինք առաջին եղավ, որ ընդունեց, որ ինքը մեղավոր է, Հիսուս մեղավոր չէ, և հավատաց, որ Հիսուս ողորմած ու գտած Աստված մնե, որ ըսավ իրեն և աղոթեց իրեն, որ հիշե ինձի, երբ որ տուն պիտի գաս։ Ձևովը այն անձը առանց ովևէ կորզը գադարելու պիտի փրկվի։ Ընդունեց, խոստովանեցավ և աղոթեց
եւ ունեցավ այս քեղեցիկ խոստումը. այսօր ինձի հետ բիդրլաս։ Շատ անգամ մենք մեզի գարցնենք, թե ինչ կբադայի, երբ որ անցումը այս աշխարհեն կմեկնի հավատքով։ Շատ անգամ գսենք չենք գիտեր, ոմանք կխորին, որ հատուկ դեղ գերտան, կամ ոմանք կխորին, որ գավարան գերտան, եւ սպասեն, որ իր ընտանիքը աղոթեն իրենց համար, կամ թրամ եկեղեցին, որ գարենա բրգվիլ, տարբեր կաղապարներ կան, սակայն Հիսուս ինչ կսե մեզի, շատ բարձ է, այսօր ինձ հետ բիդրլաս դրախտի մեջ։ Հիշեզիս, այս լա մեր աղոթքը այսօր, եւ վստահ եմ, որ Տերը երբեք կարող չէ մեզ մոռնալ։ Եսայիա մարգարեն գսե, թե միթե գինը իր գատնգեր մանուկը գրնա մոռնալ, գսե թեև անոնք մոռնան, բայց ես քեզ պիտի չմոռնամ։ Աստծո բարդանք այսօր, որ այնքան ողորմած գտած Աստված մոնինք, որ գսե մեզի, թե երբեք անիգա կարող չէ մեզ մոռնալ, եւ երբեք պիտի չմոռնա մեզ։ Դեր օրհնի իր խոսքը։ Ամեն։